Ինչպես է ապենդին խաբում խանին։ Կիրգիզական հեքիաթ։ Շատ վաղուց հարուստ ու խելառ մի խան է լինում։ Օրերից մի օր սա հայտարարում է, թե մի կճուճ ոսկի կտա նրան, ով ցրտին մինչև լույս կկանգնի աշտարակին։ Շատերն են փորձում, բայց մինչև լույս չեն դիմանում։ Գիշերները շատ ցուրտ են լինում։ Այդ ժամանակ խանի մոտ է գնում ապենդին։ Խանը կրկնում է իր պայմանը, և ապենդին մինչև լույս իր ապառոտուն չապանը հագին կանգնում է աշտարակին։ Առավոտյան ապենդին գալիս է խանի մոտ ու պահանջում խոստացածը։ «Սպասիր, սպասիր, ապենդի», ասում է խանը։ «Սկզբից ապացուցիր, որ ամբողջ գիշեր կանգնել ես աշտարակին։ Ասա, երբ կանգնած էիր գիշերը ինչ տեսար»։ «Տեսա, թե ինչպես է հեռվում հրդեհ բռնկվում ու կրակը մինչև երկինք հասնում», պատասխանում է ապենդին։ «Ահա», ասում է խանը, «քանի որ կրակ ես տեսել, ուրեմն տաքացել ես»։ Եվ խանը խոստացած ոսկին չի տալիս։ Ապենդին որոշում է, որ պարտքի տակ չի մնա և խաբելու է խանին։ Նրան իր մոտ ճաշի է հրավիրում, նախօրոք զգուշացնելով, որ հրաշք է ցույց տալու։ Այդ բանը շատ է հետաքրքրում խանին։ Վերցնում է իր մարդկանց ու գալիս ապենդիի մոտ։ Նրանք մի ժամ, 2-3 սպասում են, իսկ ճաշ չկա ու չկա։ Խանը շատ է բարկանում։ Յուրտից դուրս է գալիս ու ինչ տեսնի։ Ապենդին նստած է մի կաթսայի մոտ, որը կախված է 2 բարձր սյուներից։ «Էդ ինչ ես անում», հարցնում է խանը։ «Ճաշ եմ եփում», անտարբեր պատասխանում է ապենդին։ «Բա կրակը ուր է»։ «Ճաշս արևով եմ եփում»։ «Հիմարի մեկն ես», բարկանում է խանը։ «Բա արևը այդքան բարձրից ինչպես կարող է ճաշդ եփել»։ «Խան, դու ճիշտ ես», հանգիստ պատասխանում է ապենդին։ «Արևը չի կարող բարձրից եփել ճաշը, ինչպես չէր կարող հեռու տափաստանում սկսված հրդեհը տաքացնել ինձ»։ Այսպիսով խանին ոչինչ չի մնում անել։ Նա կատարում է իր պայմանը, ապենդիին տալիս է մի կճուճ լիքը ոսկի։